Որդեգրելուց հետո պարզ դարձավ, որ աղջիկը հեչ էլ 6 տարեկան չի։ 2010 թվականին ընտանիքը որոշում է, ճիշտ է ունի արդեն տղա երեխա, ով աուտիզմի համախտանիշ ուներ, որոշում է որդեգրել աղջկա, ծանոթանալով 6 տարեկան Նատալիայի հետ, ով Ուկրաինայից էր, նրան որդեգրում են։ Որդեգրելուց հետո տանում են տուն, սակայն նրան ասում են, որ աղջիկը ունի խնդիր, հա, գենետիկորեն նա ցածրահասակ է ու դա իր հետ շարունակվելու է փոխանցվել, այսինքն նա չի հասակ չի առնելու, ծնողներն ասում են, օքեյ, ոչ մի խնդիր չկա, ստատվում է, նրան տանում են տուն ու որոշ ժամանակ անց կինը նկատում է, որ աղջիկը իրեն չի պահում 6 տարեկան երեխայի պես։ Առաջին հերթին նրա մոտ սկսում է դաշտանային ցիկլը, երկրորդ հերթին նրա ատամներն ավելի շուտ են աճում, քան պետք է աճեին, ինչպես նաև նրա սեռական օրգանների մոտ սկսում է մազեր աճել, որը շատ զարմանալի է լինում։ Կինը ամուսնու հետ դիմում է բժիշկներին, որոնք աղջկա ոսկորների հետազոտության արդյունքում հասկանում են, որ աղջիկը չափահաս է եւ ողջ ընթացքում նա ձևացրել է, որ անչափահաս է, որպեսզի նրան կարողանան որդեգրել։ Ինչպես նաեւ աղջիկը ամբողջ ընթացքում տարբեր վնասներ է հասցրել, կորացել է, սպառնացել է, եղել է դեպքեր, որ նաեւ իրենց կենսաբանական երեխային է նա հարվածել, ու այդ ամեն ինչը նա ասել է, որ ստիպված է արել, քանի որ ձայները իր գլխում նրան ասեն, որ այդպես անի։ Տանեցիները դատի միջոցով կարողանում են հասնել նրան, որ աղջկա պասպորտը փոխվի, գրվի իր իսկական տարիքը, որը արդեն 22-23 տարեկանն է, ինչպես նաև նրանք աղջկա համար ոչ թե վռնդում են տանից, այլ նոր տուն են վարձակալում եւ աղջկան տեղափոխում այնտեղ, որպեսզի նա ապրի։ Իսկ դատարանը որոշում է, որ նրանք իրենց ծնողական պարտականությունները լավ չեն կատարել, նրանց ձերբակալում են ու $10,000 դիմաց նոր ազատ են արձակում։ Ինչ եք կարծում այս պատմության մասին, կարող եք գրել ձեր մեկնաբանությունները։